Հայը երբեք այս կարգի տապալված չի եղել։ Մենք այսօր ենթարկվում ենք կենդանի ցեղասպանության։ Մարդիկ կան, ոնց ասեմ, սոված են, հավատում են, չունեն հացի գումար։ Կա նման բան մարզերում, կա նման բան գյուղերում։ Մենք ապրում ենք 21-րդ դարում։ Մենք այս ամեն ինչը վերացնելու ենք։ Հայաստանում անապահով մարդ չի լինելու։ Հայը ունի իրավունք լավ ապրելու ու պետք է հայը լավ ապրի։ Դա մեր տեսլականն է, ու մենք անելու ենք ամեն հնարավոր։ Մեր գաղափարը, մեր տեսլականը ուժեղ Հայաստան ունենալն է։ Եթե մարդիկ չեն ուզում ուժեղ Հայաստան, իսեր Աստծո, կարող են չմիանալ մեզ, իրենք մեր հետ գործ չունեն անել։ Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում չլինի մարդ, ով աշխատանք չունենա։ Մեր նպատակը դա է։ Ողջույն, վախ, խուճապ, վերահսկողությունը կորցնելու զգացողություն, սրանք իրավիճակներ են, որոնց շրջանակում մարդ պարզապես կորցնում է իր ունակությունը ճիշտ որոշումներ կայացնելու, կորցնում է հավասարակշռությունը և սկսում սայթաքել։ Այսօր այս մասին եմ զրուցելու ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Պարոն Միքայելյան, մտնում ես համացանց, միացնում ես հեռուստացույցը և դիվահարված դեմքեր ես տեսնում։ Իշխանություն ներկայացնող կարկառուն դեմքերի արտահայտությունը իսկապես վախ է արտահայտում։ Արդյոք ուժեղ Հայաստանից է այս վախը, թե հենց արդեն ուժեղ բառը սարսափազդու է նրանց համար։ Եթե կարելի ասել, որ երկուսից էլ նրանք վախենում են։ Նրանք վախենում են ուժեղ Հայաստան իմանալուց։ Տեսեք, բերեք պարզ օրինակ ես բերեմ։ Երբ որ մարդ սպասարկում է թշնամու շահերը, բնականաբար նրան ձեռնտու չէ Հայաստանը, որ լինի ուժեղ։ Այդ ուժեղ բառը ու այն, որ հունիսի 8-ից հետո սկսվելու է ուժեղ Հայաստանի դարաշրջանը, իրենց մոտ ոչ միայն խուճապ է առաջացնում, այլ նաև վախ է առաջացնում։ Ու նրանք սկսում են անիմաստ ուղղակի անիմաստ քայլեր անել։ Այդ է հիմնական պատճառը իմ կարծիքով, որ նրանց մոտ այդ ցայտուտային իրավիճակը կա ու նրանք ամեն օր թույլ են տալիս ինչ-որ սխալներ, ավելի լավ կլինի իրենք սուս մնան հանդիստ, հավաքեն իրենց իրերը, իրենց աշխատասենյակներից և տեղազիջեն ուժեղ Հայաստան կերտողներին։ Գիտեք, տվյալ իրավիճակը ինչին է նման, երբ պացիենտը գնում է բժշկի մոտ և բժիշկը ասում է թուլացրու մարմինդ քիչ ցավ զգալու համար։ Միգուցե կարելի է այդ ամեն ինչի հետ համեմատություն բերել, բայց այստեղ տեսեք ինչ իրավիճակ է։ Երկրի գործող վարչապետը ինքն իրանով շատ թույլ մարդ է։ Ես իմ կյանքում ազնվությամբ եմ ասում, ես նրանից թույլ մարդ իմ կյանքում չեմ հանդիպել, որտեղ է դրսևորվում նրա թուլությունը դրսևորվում է ամեն օր։ Ինչ-որ մեկը նկատել է, որ Հայաստանի սահմաններից դուրս ինքը ժողովրդական ասած առյուծ կտրի նենց, ոնց որ Հայաստանում չէ։ Այնտեղ ինքը փիսիկի պես հանդիստ, խելոք, իր համար, իրեն ոնց ասում են, իրեն ոնց թելադրում են, ինքը այդ ամեն ինչը անում է։ Նա դառել է գործիք։ Նա դառել է գործիք Հայաստանը կործանելու համար։ Ուրիշ ոչ մի բան։ Արցախը կործանվեց։ Հիմա Հայաստանը, չէ։ Մենք վստահաբար այդ ամեն ինչը թույլ չենք տալու ու այս ամեն ինչից մեր հեռուստադիտողին էլ ես ուզում եմ ասել, որ մնացել է շատ քիչ ժամանակ։ Հունիսի 8-ից հետո մենք անելու ենք ամեն բան, որ յուրաքանչյուր հայի մտածելակերպը փոխվի, որ յուրաքանչյուր հայի արժանապատվությունը վերականգնվի։ Մեր մոտ էս 18 թվականից մինչ օրս կարելի ասել վերացել է հայի արժանապատվությունը, վերացել է մեր ազգային արժանապատվությունը։ Հայը երբեք այս կարգի տապալված չի եղել։ Մենք այսօր ենթարկվում ենք կենդանի ցեղասպանության։ Մենք այսօր հանդուրժում ենք մի բան, որ Արցախի մասին խոսելը Հայաստանում դատապարտելի է, ու դատապարտելու է ում կողմից, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից։ Միթե մենք նման բանի արժանի, հա։
Միթե այս հայ ժողովուրդը, որ ցեղասպանություն ապրած, հիմա ցեղասպանության մասին էլ դու չի տրվել Այո, չի կարելի, արգելվածում այ դարձել։ Նույն այդ մարդը անում է ամեն հնարավոր բան, որ մեր հարևան երկրների ղեկավարների թելադրանքով փորձի փոխել Հայաստանի Հանրապետության մայր օրենքը, սահմանադրությունը, որը որ անընդունելի է մեր համար։ Դա կարմիր գիծ է։ Դա թույլ մարդու, դիտեք, այդ մարդուն նորից եմ կրկնում, ինչ թելադրում են դրսում, ինքը գալիս է այստեղ ու խելոք կատարում է։ Նա շանս չունի չկատարելու այդ ամեն ինչը։ Դրա համար մեր երկիրն այս վիճակին է։ Չկա մի բան, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ գետ մեկ բան, որ եղած լինի հայ ժողովրդի օգտին։ Նման բան գոյություն չունի։ Ուղղակի գոյություն չունի։ Պարոն Միքայելյան, դուք վերջին շրջանում անընդհատ մարզերով, գյուղերով պտտվում եք, նույնը անում է նաև ներկայիս վարչապետը, պարզապես հավասարակշռությունից պարբերաբար դուրս է գալիս։ Օրինակ գյուղացին մոտենում ասում է, ընդամենը մանկապարտեզը հեռու է եւ մենք Հիսերիայի տեսարանի ենք ականատես լինում։ Ինչ կարծիք ունի ներկայիս իշխանությունների եւ իրավիճակի մասին գյուղացին գյուղում, ով իր ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հանրային հեռուստատեսությունն է տեսնում, որովհետեւ միայն դա է իրեն համար բացարձակ հասանելի։ Ես եղել եմ վերջին ժամանակում երկար ժամանակ Սյունիքի մարզում։ Գիտեք, շատ ծանր է այնտեղ։ Շատ դժվար է լինել սահմանամերձ գյուղերով, հոգեբանորեն է դժվար։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ եթե չլինեին եվրո դիտորդները, ովքեր որ հսկում են Հայաստանի սահմանը, խաղաղ չէր լինի։ Դա գիտակցում է նաև սյունեցին։ Մենք եղել ենք մի շարք գյուղերում։ Երբ որ մարդկանց հետ խոսում ես, ոչինչ այդ մարդկանց կյանքում չի փոխվել, ոչ մի դրական բան։ Ուղղակի զուտ խաբում են մարդկանց կեղծ խաղաղության օրակարգով, իբր ամեն ինչ նորմալ է։ Կրակոցների բացակայությունը դա խաղաղություն չէ։ Կրակոցները ամեն վայրկյան կարող են լինել։ Խաղաղություն կբերենք մենք, այդ խաղաղությունը կլինի երաշխավորված խաղաղություն։ Մեկ վկայի ստորագրությունը, ինչ որ փաստաթղթի տակ, կամ ինչ որ թղթի տակ, ասեմ դες դա երաշխավորություն չի։ Վկան ուղղակի ներկա է երկու կողմերի միջև ստորագրվելիք փաստաթղթի վկա, բայց մեզ անհրաժեշտ են երաշխավորներ, ոչ թե մեկ երաշխավոր, այլ 2, 3, 4։ Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան իրենց նկատառումները Հայաստանի հանդեպ վերջին 100 տարիներին ընդհանրապես չեն փոխել։ Մենք ուզում ենք դուրս գանք այս զոհի կարգավիճակից։ Հայ ժողովուրդը վստահաբար, հայ ժողովուրդը ու Հայաստանի Հանրապետությունը վստահաբար դուրս է գալու այս զոհի կարգավիճակից։ Որ երկրներն եք տեսնում, որ կարող են երաշխավորել, վստահելի երաշխավորներ լինել Հայաստանի համար եւ դրանով հաստատվի իսկապես խաղաղություն եւ երկարատև։ Դիտեք, մենք վարելու ենք բազմավեկտոր դիվանագիտություն։ Այնպես չի, որ մեր համար ինչ որ մեկ երկրի մասով կա դոմինանտություն, չկա նման բան։ Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը լինելու է բացառապես բազմավեկտոր։ Մենք աշխատելու ենք բոլոր երկրների հետ, որտեղ Հայաստանը փոքր երկիր ունենալով, մենք չենք ուզում դարձնել շահերի բախման թատերաբեմ։ Շատ կարևոր է, որ մեր հանրությունը լսի։ Տեսեք, ինչ անում Նիկոլ Փաշինյան իր աթոռը պահելու համար, այդ մարդը գնում է ամեն ինչի, ամեն հնարավոր ու անհնարին տարբերակների, չգիտեմ, ինչ որ թոշակա բարձրացնում, շատ լավ է, որ մարդիկ մի քանի դրամ ավել գումար կստանան, բայց դա լուծում չի, այնքան ժամանակ, մինչև այդ ամեն ինչը օրենքով ամրագրված չի։ Ինքը տալիս է արժի որտեղից այդ գումարը, պարզ չի, չկա նման տող բյուջեում չկա։ Պարզ չի այդ գումարը թոշակառուների որտեղից է Նիկոլ Փաշինյանը տալու։ Հստակ ունեն, չկա։ Մեկ ամիս հետո ինքը կարող ասի, կներեք, այլ գումար չկա, թոշակներն իջեցնում են։ Չկա նման բան։ Նա սովոր է մանիպուլյատիվ հայտարարություններով պահել իր աթոռը, բայց ելի եմ կրկնում, որ դրա վերջը մոտ է։
Ընդամենը 2.5 ամիս։ Դուք ասացիք, որ բազմավեկտոր քաղաքականություն եք վարելու արտաքին, շատ լավ գիտենք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը շատերի մոտ ասոցացվում է Ռուսաստանի հետ, զուտ այն պատճառով, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից եկած իր ունեցվածքի հիմնական մասը Ռուսաստանում, պահպանած բիզնեսմեն է, գործարար մարդ է, միայն սրանով պայմանավորված։ Արդյոք, եթե ընտրություն լինի Սամվել Կարապետյանի համար Հայաստանի շահերը եւ Ռուսաստանի թելադրանքը, ինչ որոշում ըստ ձեզ կուսակցությունը եւ անձամբ ինքը Սամվել Կարապետյանը կկայացնի։ Բայց այս հարցին կփորձեմ պատասխանել կարճ։ Սամվել Կարապետյանը հայ է, հայրենասեր հայ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի Հանրապետությանը, չունենալով ոչ մի պարտավորություն որպես անձ, որպես քաղաքացի, որպես մեր նման սովորական Հայաստանի քաղաքացի, կապ չունի մարդը որտեղ է ապրում։ Մարդն աշխատում է, ինքը արել է այնքան բան Հայաստանի Հանրապետության համար, որ ես չեմ լսել նման մարդ, որ այդ կարգի բարեգործություններ արած լինի, այդ կարգի աշխատատեղեր ստեղծած լինի Հայաստանի համար, բոլոր ծանր ու դժվար օրերին Սամվել Կարապետյանը եղել է հայի ու Հայաստանի կողքին, ու դա ոչ թե 1 տարի, 2 տարի, այլ տասնամյակներ շարունակ։ Եվ ոչ միայն Հայաստանը, այլ նաև ֆանտաստիկ ներդրումներ արեց Ստեփանակերտում կառուցելով հիվանդանոց։ Արցախում, այնինչ արվեց Արցախում, ցավոք սրտի, դա ներկայ իշխանությունները նվիրեցին Ադրբեջանի Հանրապետությանը, բայց ելեմ ասում, ես շատ կուզեի, որ հայ ժողովուրդը, դեպս դժվար բանում ասում, անիրական բանում ասում, որ Սամվել Կարապետյանի նման հետագայում նույնպես ունենար հայրենասեր հայեր, ովքեր միշտ կանգնած կլինեն հայի ու Հայաստանի կողքին։ Պարոն Միքայելյան, հայրենասիրության ցուցիչ է նաև այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի ընկերություններում, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, հիմնականում աշխատում են հայեր, ինչը հնարավորություն է տալիս դրսում ապրող հայերին ապահով լինել իրենց վաղվա օրվա հանդեպ, ունենալ աշխատանք։ Սա նույնպես հայրենասերության չափանիշ է Սամվել Կարապետյանի համար սկզբունք է, որպեսզի իր ընկերություններում ներգրաված լինեն մաքսիմալ չափով հենց հայեր, նրանց ապահովելու համար։ Տեսեք, Սամվել Կարապետյանը այնքան լավ սկզբունքներ ունի, որ եթե ես արած բարեգործություններ, որ հիմա եթե ես սկսեմ թվարկել այդ ամեն ինչը, վստահաբար մինչև առավոտ կարող ենք մենք խոսել դրա մասին, բայց ասեմ մի շատ կարևոր բան։ Սամվել Կարապետյանը ոչ թե միայն արել է այն հայերի համար, ովքեր որ ապրում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, ովքեր աշխատում են իր ընկերություններում Ռուսաստանի Դաշնությունում, այլ նաև Հայաստանում։ Բերեք մի այսպիսի պարզ բան նշենք։ 2015 թվականից հետո, երբ որ Սամվել Կարապետյանը ձեռք բերեց հեծը, մինչև այսօր գնաճ ունեցել է, չէ՞ մենք ամեն ոլորտում։ Սկսած հացից, կաթից, սովորական, ամեն ինչը թանկացել է, բայց կա մի բան, որը որ չի թանկացել երբեք։ Դա հոսանքի սակագին։ Որ այն ժամանակ ձեռք բերելու ժամանակ Սամվել Կարապետյանը խոստացել էր, որ հոսանքի սակագինը չի թանկանա։ Ու այդ ամեն ինչը մենք վճարել ենք, մենք վճարել ենք մատչելի։ Թեկուզ եղել է վնաս, այդ մարդը կրել է այդ վնասը։ Միայն նրա համար, որ ժամանակին խոսք էր տվել։ Խոսք էր տվել, որտեղ Սամվել Կարապետյանը մինչ այսօր ինչ ասել արել է, նույնիսկ ինքը արել է այն, ինչը խոսք չի տվել։ Ու այստեղ մի հիմնական բան գոյություն ունի։ Պատկերացրեք, թե ինչ կլինի լավ իմաստով Հայաստանի համար, որ այն խոստումները, որ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցությունը տվել է, որ կարճ ժամանակում մենք կատարածենք, որը որ մենք անելու ենք 100% վստահությամբ։ Պարոն Միքայելյան, տրամադրություններից եկեք խոսենք, հասարակական տրամադրություններից։ Ես ինքս էլ տեսնում եմ, որ ամեն օր ուժեղ Հայաստանի թիմը ընդլայնվում է։ Ամեն օր նոր մարդիկ են անդամագրվում։ Սովորական քաղաքացիներից մինչև քաղաքականության մեջ փորձ ունեցող մարդիկ։ Ով կարող է անդամագրվել ձեր կուսակցությանը, արդյոք ունեք չափանիշներ, որոնցով ընտրում եք ում ընդունել ձեր շարքեր, թե ոչ, ինչ որ
խտրականության չափանիշ կա թե ոչ։ Յուրաքանչյուր հայ, ով ուզում է ուժեղ Հայաստան, կարող է միանալ մեզ։ Վստահ եմ, դուք եք միանալու, մեր հեռուստադիտողներն են միանալու, ու ուղղակի այստեղ ժամանակի խնդիր է։ Մեկ այսօր, մյուսը վաղը, մյուսը 2 օր հետո, բոլորը միանալու են ուժեղ Հայաստանին, որտեղ մեր նպատակը բացառապես մեկն է՝ ունենալ ուժեղ պետություն, ունենալ ուժեղ տնտեսություն, որ մեզ ոչ թե խղճան, այլ մեր հետ հաշվի նստեն։ Ու մենք անելու ենք միանշանակ դա։ Բոլոր ցանկացողները, ովքեր ուզում են անդամակցել, բնականաբար կա գործընթաց, դիմումներ ներկայացնել եւ այլն, գործընթացից հետո մարդիկ կարող են դառնալ կուսակցության անդամ, բայց կուսակցություն դառնալն էլ պարտադիր չի։ Մարդիկ կարող են լինել մեր գաղափարների կրողը ու մեր հետ գալ առաջ, որովհետեւ ել եմ ասում, մեր գաղափարը, մեր տեսլականը ուժեղ Հայաստան ունենալն է։ Եթե մարդիկ չեն ուզում ուժեղ Հայաստան, իսեր աստծո, կարող են չմիանալ մեզ, իրենք մեր հետ գործ չունեն անելու։ Բայց եթե մարդիկ իրապես ուզում են ունենալ ուժեղ Հայաստան, բարի գալուստ ուժեղ Հայաստան։ Դուք վստահ եք, որ արդեն ընտրությունների հաջորդ օրը մենք լսելու ենք ուժեղ Հայաստան կուսակցությունը որպես հաղթող կուսակցություն։ Դուք ապավինում եք բացառապես ձեր ուժերին, թե քաղաքական ինչ-որ կոալիցիաներ ստեղծելը չեք բացառում եւ ընդհակառակը դա համարում եք ձեր հաղթանակի տարբերակը։ Մենք ունենք մեկ տեսլական, մեկ նպատակ ու հասնելու ենք մենք այդ նպատակին։ Մենք ունենալու ենք բացարձակ մեծամասնություն։ Մենք գնում ենք ազգային ժողովի ընտրությունների բացարձակ հաղթանակ տոնելու ցանկությամբ ասեմ, մտադրությամբ ասեմ, ամեն ինչ, այլ տարբերակ, երկրորդ տարբերակ չկա մեր համար։ Պլան B չկա։ Մենք գնում ենք բացառապես հաղթելու։ Մենք միջև պլան Z-ել կարող ունենանք, բայց մեր նպատակը միայն մեկն է, այլ երկրորդ կամ չկա։ Մենք ունենանք բացարձակ մեծամասնություն ու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի անունը, իմիջվանից վստահաբար կարող եմ ասել, Սամվել Սարգսի Կարապետյան։ Պարոն Միքայելյան, որքան մոտենում են ընտրությունները, այդքան մենք տեսնում ենք մանիպուլացված ինֆորմացիաներ, որոնցով ակնկալվում է հանրային հակակրանք առաջացնել կուսակցության հանդեպ, Սամվել Կարապետյանի անձի հանդեպ։ Ունեք որոշակի մեթոդ այս մանիպուլացիաները կանխելու կամ հակադարձելու, թե դրանք համարում եք այն թույլ գործիքները, կրակոցներ օդում, որոնք բացի աղմուկից ոչինչ առաջացնել չեն կարող։ Գիտեք, մենք անում ենք մեր աշխատանքը։ Մենք գիտենք ինչ ենք անում, մենք գիտենք մեր աշխատանքը ոնց պետք է ընթանա առաջ, որ ունենանք ուժեղ Հայաստանը։ Եթե մենք ժամանակ ծախսենք իշխանության կողմից նետած ամեն մի փոքր թեթև ինչ-որ կրակոցին կամ ծակոցին հավատացեք, այդ ժամանակ կարելի ավելի լուրջ գործով զբաղվել, որովհետև 3 միլիոն մեր հայրենակիցներ գտնվում են շատ ծանր վիճակում։ Մենք գերադասում ենք մշակել ծրագրեր, աշխատել իմիջիայլոցի միտմանից մենք անցել ենք այդ ծրագրերի մշակմանը, որ հետագայում ամսի 8-ից հետո օր առաջ մենք լծվենք աշխատանքի։ Այդ ծրագրերը այն 5 կետերն են, որոնք դուք արդեն ներկայացրել եք։ Տեսեք, մեր տնտեսական քայլերը առաջին 5-ը մենք ներկայացրել ենք հանրությանը, բայց մենք դրանով չենք սահմանափակվում։ Եթե մենք այդ 5-ի փակագծերը բացենք, ինքը կարող է դառնալ, չգիտեմ, 100, 200, 300 կամ 400, որտեղ 300,000 աշխատատեղ ստեղծելը 5 տարվա ընթացքում դա հեշտ բան չէ։ Այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունում կա մոտավորապես 260 թե 280,000 գրանցված աշխատող հիմա։ Մենք 5 տարվա ընթացքում կրկնապատկելու ենք ու ավելի աշխատողների թիվը։ Մենք ապահովելու ենք մարդկանց արժանապատիվ աշխատանքով։ Շատ կարևոր է նաև նշել, որ այդ աշխատանքի հնարավորությունն ունենալու նաև մեր հայրենակիցները, ովքեր ապրում են գյուղերում եւ մարզերում, որտեղ մեր համար շատ կարևոր խնդիր է ունենալ հանրապետության համաչափ զարգացում։ Գյուղեր կան սովետական դարաշրջանում են դեռ ապրում, դեռ այդ մարդկանց մոտ որ գնում ես ամեն ինչը հին է, ամեն ինչը քանդած է, ամեն ինչը փշրած է, մարդիկ հնարավորություն չունեն ապրելու։ Մենք այդ ամեն ինչը վերացնելու ենք։ Հայը ունի իրավունք լավ ապրելու ու պետք է հայը լավ ապրի։ Դա մեր տեսլականն է ու մենք անելու ենք ամեն հնարավոր բան, որովհետև
Ամեն ինչը կենտրոնանում այսօր Երևանում, Այո։ բայց մենք ուշադրություն պետք է դարձնենք մարզերին, սկսած Սյունիքից մինչև Շիրակ, Լոռի, Տավուշ, ամբողջ մեր սահմաններով մարդիկ կան, ոնց ասեմ, սոված են, հավատում են, չունեն հացի գումար։ Կա նման բան մարզերում, կա նման բան գյուղերում։ Մենք ապրում ենք 21-րդ դարում։ Մենք այս ամեն ինչը վերացնելու ենք։ Հայաստանում անապահով մարդ չի լինելու։ Հայաստանում մարդ չի լինելու, ով կդնի դեղ առնի թե հաց։ Հայաստանում չի լինելու մարդ, ով կմտածի իր երեխան որտեղ սովորի, ինչ անի, ոնց է։ Ամեն հնարավորություն մենք տալու ենք, մենք ունենք մասնագետների պակաս, մենք ունենք ամեն ինչի պակաս մենք ունենք այսօր, մենք զարգացնելու ենք երկիրը։ Իդեպ պակասի մասին շատերը հարցադրում են հնչեցնում, թե այդ 300,000 աշխատատեղերում ովքեր են աշխատելու, եթե մեր բնակչությունը, աշխատունակ բնակչության հատվածը այդքան չի կազմում։ Ասեմ, դա նույնպես մանիպուլյատիվ հայտարարությունը, որ իշխանությունն է տարածում, կա մոտ 180,000 մարդ, ովքեր գրանցված են գործազրկության կենտրոնում որպես գործազուրկ։ Բայց բերեք մեկ ուրիշ կողմից նայենք։ Քանի ընտանիք կա, որտեղ ընտանիքի անդամներից մեկը աշխատում է, մյուսը տանն է, ու այդ մարդիկ իրոք չեն համարվում գործազուրկ։ Նրանք գրանցված չեն գործազրկության կենտրոնում։ Այդ 300,000 աշխատատեղը, որ բոլորին ապահովենք աշխատանքով, այդ 300,000-ն էլ է քիչ։ Հավատացած եղեք։ Մարզերում, թե Երևանում կանանց մեծ մասը գործազուրկ են։ Ինչի համար չլինի զարգացած տեքստիլ արդյունաբերությունը մեծ, թեթև արդյունաբերություն, որտեղ կանայք հնարավորություն ունենան աշխատելու, որտեղ տղամարդիկ գյուղերում հնարավորություն ունենան աշխատելու։ Երկրորդը ասեմ, մեր բիզնեսի համար նույն ծրագիրը 0% շրջանառության հոգնում միջին բիզնեսին։ Սա նույնպես փորձում են շահարկել։ Այո, փոքր բիզնեսին մենք տալու ենք հնարավորություն զարգանալու, մենք տալու ենք հնարավորություն աճելու ու տալու ենք նրա շրջանառության 0% սարքելով։ Ինչի համար։ Շատերն ասում են, թե այդ գումարը որ հարկերը չվճարեն, ո՞նց է պետությունը հոգալու սոցիալական ծախսերը։ Տեսեք, այդ ընկերությունների կողմից վճարված հարկերը բյուջե կազմում ընդամենը 2.4%։ 300,000 աշխատատեղ ստեղծելով մենք ավելի մեծ մուտք ենք ունենալու բյուջե, քան այդ 2-4%-ը։ Մենք մեկը լրացնելու ենք մյուսով։ Ու այստեղ տրամաբանությունը բերում է նրան, որ այն ինչ մենք մտածել ենք, այն ինչ մենք հաշվարկել ենք, դա միակ տարբերակն է, միակ ճիշտ լուծումն է Հայաստանին այս վիճակից հանելու։ Այդ փոքր բիզնես սկսողները 10% որ հիմա շրջանառության հարկ պետք է տան։ Իմիջիայլոց անցած տարի 5%-ից դարավ 10, 3500 ընկերություն փակվեցին։ 3500 ընկերությունում երեք լավ 3 աշխատող միջինը 10,000 աշխատող պակասեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մի քանի աշխատող բերեց օրենսդրական դաշտ, որ գրանցվեցին այդ մարդիկ, որը նորմալ եմ համարում, բայց դա նոր աշխատատեղ ստեղծել չի։ Մեր պետության պարտքը ավելանում է, բայց արժեք ու օգտակար գործողության գործատիչ չկա։ Տարին 2 անգամ նույն տեղը ասֆալտ են անում այս մարդիկ։ Ասֆալտ անել էլ չգիտեն։ Որ թվում էր, թե իրանք ասֆալտ անել գիտեն, ասֆալտ անել չգիտեն։ Իմիջիայլոց գյուղերում մարդկանց հիմնականում, եթե այդ մարդկանց էլ մեղադրելու չի, ես ընդհանրապես ժողովրդին չեմ մեղադրում։ Այդ մարդիկ տարիներով չեն տեսել ասֆալտապատ ճանապարհներ։ Հիմա իրանք փորձում են այդ մարդկանց խաբեն ու իրենց քվեն ստանան, բացառապես նրա համար, որ գյուղի ճանապարհը ասֆալտապատ է։ Ախր այդ ասֆալտը հնարավոր չի ոչ, չգիտեմ, ոչ մի բան իր այդ չես կարողանաս բացի մեքենայով նրա վրայով գնալ գալուց։ Ոչ մի բան, դա չի օգնելու քեզ ոչ մի ձևով։ Իսկ մենք բերելու ենք նոր մշակույթ։ Մենք բերելու ենք այն մշակույթը, որ յուրաքանչյուր մարդ ունենա հնարավորություն վաստակելու իր գումարը։ Նոր աշխատատեղերը հնարավոր է խթանեն Հայաստանում ներգաղթի մեր հայրենակիցների։ Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում չլինի մարդ, ով աշխատանք չունենա։ Մեր նպատակը դա է։ Ինչ հաստարկ կարող է ունենալ իշխանությունը,
որպեսի մարդկանց ասի, եթե ոչ ես, ապա լինելու է Սամվել Կարապետյանը եւ որ բացասական կողմն է, որ նա կարող է շեշտադրել։ Հաղորդման սկզբում մենք խոսացինք այս իշխանության թույլ լինելու մասին, իրենց վախերի մասին։ Ես պատասխանում եմ հարցին այսպես. ես ուզում եմ տեսնեմ այն մարդուն, մեկ մարդ երթի մոլորակի վրա, որ փաստերով կարա թեկուզ մեկ վատ բան ասի Սամվել Կարապետյանի հասցեին։ Նման մարդ չկա։ Այն ինչ իշխանությունների կողմից լինի, դրանք լինեն զոտ մանիպուլյացիա եւ վերջ։ Այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորության, այս փոքրիկ խմբակը, իրանք, ոնց ասեմ, իրանք դրա վարպետն են։ Եթե մարդկանց մանիպուլացնելու, խաբելու, չգիտեմ, սուտ ասելու, կեղծելու, եթե դա լիներ օլիմպիական մարզաձև, բոլոր կատեգորիաներում իրանք կլինեին օլիմպիական չեմպիոն։ Ես վստահեցնում եմ, իրանք կարողանում են դա անել, բայց գործ անել, աշխատել, իրանց մոտ չի ստացվում։ Իրանց մոտ ստացվում է քանդել, իրանց մոտ ստացվում է պառակտել, իրանց մոտ ստացվում է, չգիտեմ, վատա բանել, հայհոյել, այս ամեն ինչն է իրանց մոտ լավ ստացվում։ Արդյոք մեր հասարակությունը արժանի է դրա։ Ընտանիքներ կան այսօր, որ այդ ընտանիքներում երկու աղբեր իրար հետ թշնամի են դառել։ Ես չեմ ասում ընկերների մասին։ Այս վերջերս իմիջիայլոց ես մեկին խորհուրդ տվեցի, ուզում եմ մեր հեռուստադիտողներն էլ դա անեն։ Այն մարդիկ, ովքեր թշնամացել են մեկը մեկի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի պատճառով, թող կպցնեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նայեն նրան ու հարց տան, արդյոք ինքը ունի այդ արժանիքը, որ իրանք երկուսով իրար հետ թշնամի են իմա։ Թող անեն։ Վստահաբար իրանք կողջամուրվեն ու կսկսեն ընկերություն անել, որտեվ երբ որ նայում ես մարդու կերպարին, երևում է այդ մարդը թույլ է, այդ մարդը վախկոտ, այդ մարդը երկրի ղեկավար չի։ Այդ մարդը կամակատար է, որը կատարում է ինչ որ այլ մարդկանց առաջադրանքներ կործանելով սեփական երկիրը։ Ուրիշ բան չկա այստեղ։ Ինչ է լինելու ընտրություններից հետո այն մարդկանց հետ, ովքեր երկրին տանում են դեպի կործանում եւ արդեն մենք շատ կորուստներ ունենք, նույն Արցախը, նույն 5000 մեր զոհերը, որոնք կարող էին եւ չլինել, ինչպես հենց ինքը վարչապետը խոստովանեց, ինչ է լինելու այդ մարդկանց հետ։ Տեսեք, այդ մարդկանց ճակատագիրը որոշելու է օրենքը։ Մենք Սամվել Կարապետյանը, Սրբազան հայրերը ու հարյուրավոր քաղ բանտարկյալներ այսօր հենց այդ զանգովի արդարադատության զոհն են, որ ոչ մի բան չանելու համար նրանք դատապարտված են, նրանք զրկված են ազատությունից։ Մեր մոտ նման բան չի լինելու։ Նման մարդկանց յուրաքանչյուր արարքի գնահատականը տալու է օրենքը։ Յուրայիններից եկեք խոսենք։ Յուրաքանչյուր կառավարություն, իշխանություն ունենում է իր յուրայիններին։ Թիմը մի հասկացություն է, յուրայինը մեկ այլ բան։ Թիմը դրանք մարդկանց խումբ է, ում հետ աշխատում են, իսկ յուրայինները դրանք արտոնություններ ունեցող մարդիկ են։ Ընտրություններից հետո Հայաստանը, որին քիչ մնաց, յուրայիններ լինելու են, այո թե ոչ, եւ ովքեր են ձեր թմի անդամները։ Յուրայինների մասով վստահաբար կասեմ, որ յուրայիններ չեն լինելու։ Տրամաբանությունը հետևյալն է այս ամեն ինչի։ Տեսեք, Սամվել Կարապետյանը լինելով աշխարհի ամենահարուստ հայը ու ամենամեծ բարերարը, ով Հայաստանի համար միշտ արել է, նման մարդիկ ընդհանրապես չեն կարող հասնել նման արդյունքների, երբ սկսեն աշխատել բացառապես յուրայինների հետ։ Նման մարդիկ աշխատում են պրոֆեսիոնալների հետ։ Ու այն թիմը, որ ձևավորվելու է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, վստահաբար ես ասում եմ ձեզ, որ իրենք լինելու են բոլորը իրենց գործի գիտակը, իրենք իմանալու են, որն է իրենց առաջ դրած նպատակը ու վստահաբար հասնելու են այդ նպատակին։ Դրանում մեր հանրությունը կարող է լինել շատ հանդիստ։ Դե ուրեմն առաջ դեպի ուժեղ Հայաստան։ Վստահաբար ունենալու ենք հունիսի 8-ից հետո։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ձեզ հրավիրելու համար։ Ուժեղ Հայաստան ունենալը յուրաքանչյուրից իսկապես երազանքն է։ Իսկ այսօր արդեն ուժեղ Հայաստանը ոչ միայն երազանք է, այլ ողջ մնալու, հայրենիք ունենալու միակ տարբերակը։ Կատարի քո ընտրությունը խղճով, մտքով եւ ամենակարևորը հենվելով
փաստերի վրա։ Հանդիպելու ենք նորից առայժմ։